ընտրողների վրա ազդելու, մրցակիցներին վարկաբեկելու, ընտրությունների նկատմամբ անվստահություն ստեղծելու նպատակով նախընտրական շրջանում կեղծ նարատիվների շրջանառումն ակտիվանում է։ Ասպարեզ են բերվում այնպիսի թեմաներ, որոնց նկատմամբ հասարակությունն առավել հուզական վերաբերմունք ունի։ Շատ տարածված նարատիվ է մեր համայնքում թոշակների հետ կապված։ Ընդ որում այս նարատիվը օգտագործում են թե իշխանական կողմը եւ թե ընդդիմադիր կողմը, շատ յուրահատուկ նարատիվ է, ուրեմն ընդդիմադիրները ասում են, որ տեսեք, թոշակը բարձրացել են, որովհետեւ երբ որ ընտրվեն, թոշակը նորից պիտի իջեցնեն։ Իսկ հիմա իշխանությունները բարձրացրել են թոշակը, որ ընդամենը 3 ամսով, այո, հետո ընտրվելու են հետ փոխել։ Ասում են լեգալ կաշառք է, այսինքն դա երբ որ ընտրվեն, թոշակը նորից պիտի իջեցնեն։ Եվ հակառակը իշխանականները օգտագործում են, որ այ տեսեք մենք թոշակը բարձրացրել ենք, բայց եթե մենք չընտրվենք, հաջորդ քաղաքական ուժը երբ որ ընտրվի, նորից գալու է ու թոշակը իջեցնի։ Հենց թեմայի հուզական կողմն էլ հաշվի առնելով մարդիկ չեն հասցնում ստուգել լսածի ու կարդացածի ճշմարտացիությունը եւ վախի ու խոճապային տրամադրության մեջ են հայտնվում։ Կեղծ նարատիվներ տարածողները այդպիսով փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա կամ բևեռացնել հասարակությանը։ Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը այս բևեռացումը վտանգավոր է համարում։ Դա մեզ ավելի խոցելի է դարձնում որպես հասարակություն, արդեն արտաքին միջամտությունների տեսանկյունից, որովհետև հասարակությունը, որտեղ որ այս բևեռացվածությունը կա, դրսի կողմից շատ հեշտ է այնպիսի ինֆորմացիոն բաներ նետել, հա, մեդիա դաշտ, որ մենք երկուսը սկսենք էլի իրար հետ վիճել։ Այդ մեր խոցելիությունն է ոչ միայն, հա, ներքին մեր համերաշխության տեսանկյունից, այլ նաև խոցելիությունն է արտաքին միջամտության տեսանկյունից։ Իսկ այդ նպատակը հետապնդող երկրների պակաս ցավոք սրտի չունենք։ Կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական ցանցի անդամները այս օրերին ուսումնասիրել են հայկական մեդիա դաշտում եւ հանրային խոսույթում առկա նարատիվները եւ ողջել, որ նախընտրական Հայաստանում ամենատարածվածը պատերազմի վերաբերյալ նարատիվն է, որը շրջանառում է թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը։ Փորձում են մարդկանց էմոցիաների վրա ազդել, մասնավորապես պատերազմի, երկիրը կորցնելու վտանգի ու հիմնականում սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց հետ կապված ինչա լինելու հետո այս հարցը բոլորի մոտ միշտ կա ու հենց այդ ամենակարևոր վախը, որը տարածվում է, դա պատերազմն է, իրականում սա գլոբալ է։ Իրոք պետք է ընդունել ու հարգել այն, որ մարդիկ այս անհանգստությունները ունեն։ Սրա հաջորդ շերտը գալիս է այն, որ իսկ ինչ են անում տարբեր քաղաքական ուժեր ձեր այդ իրական անհանգստության հետ, իրական մտահոգությունների հետ։ Արդյոք դրան առաջարկում են ինչ-որ կոնստրուկտիվ լուծումներ, թե փորձում են, ոնց որ դու ես նշում, այդ վախի էմոցիան շահագործելով քեզ մղել, հա, ինչ-որ գործողությունների, նույնիսկ ոչ պարտադիր ընտրությունների տեսանկյունից, հա, ինչ-որ վերաբերմունքի վարքագծի տեսանկյունից, որը որ էլ ռացիոնալ չի, ինքը շատ ավելի բան է, հա, հեշտ մանիպուլացվող վիճակում ես դու հայտնվում, երբ որ դու վախից դրդված պետք է բան։ Նարատիվներն ու կեղծ խոսույթները ակտիվորեն շրջանառվում են սահմանամերձ բնակավայրերում։ Սյունիքում շրջանառվում է Սյունիքը հանձնելու, Տավուշում սահմանազատման հետ կապված խոսույթներ։ Անդադ մեդիայով շրջանառվում, այսինքն հեսա Սյունիքի հերթն է գալիս, հեսա Սյունիք բարձր այդ մարդկանց մոտ այդ լարվածությունը կա, ու դա չեմ ասում ինչ-որ ստեղում արտահայտում է, բայց ներքին լարվածություն է քո մեջ, որ խոսույթը անդադ պատտվում է, եւ դա էլ կա ազդում է, կարա ազդի եւ ազդում է որոշ մարդկանց մոտ իրենց ընտրության վրա։ Գիտենք, որ նոյեմբերյանը ինքը հանդիսանում է սահմանամերձ գոտի ու դրա հետ կապված մեր համայնքում սահմանազատման հետ կապված կոնկրետ մարդկանց մեջ մտել է վախ ընտրություններում ապակողմնորոշվածություն կա, այսինքն եւ նրանք ոչ թե չեն մտածում, թե ինչպես կլինի, որ լավ լինի իրենց համար, այլ իրոք չեն հասկանում, թե նախկիններ, ներկաներ եւ ովքեր որ գալու են, իրենցից ով կլինի ամենալավը։ Քանի որ սահմանազատումը գնում էր, այսինքն այնտեղ նախ մի նարատիվ որ տարածվում էր եւ միգուցե դա ամբողջ համայնքի ոչ միայն մասշտաբով Հայաստանով հաստում են լուրեր, որ, չգիտեմ, հայկական գյուղեր են, հա, մնում մի խոսքով տալիս են, հա, այսինքն բայց պատշաճ բոլորը չէ, որ ասենք, չգիտեմ, հա, գիտեին կամ բացատրվում էր, որ խոսքն ու ամեն դեպքում ինչ որ գյուղերի մասին է։ Հետո հիշում եմ, որ շատ գնաց, որ հայկական, հա, ուժ դարի եկեղեցին ինքը հանձնվում է, հա, Ադրբեջանին եւ դրա շուրջ ահագին մենք տեսնում ենք հրապարակումներ, խոսույթներ, չգիտեմ, հա, տարբեր տեսակի
թեկուզ եւ ամենասահմանին, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցին հայկական հողում է, հա, այսինքն ես ինքս գնացել եմ 2 անգամ, հա, եկեղեցի եւ ասենք համոզվել է, պետք է նշենք, թե այդ վախերը նախ ստեղծվել են, գեներացվել են, հիմա մենք գործ ունենք այդ վախերի հետևանքների հետ եւ երևի թե այստեղ ամենալավ հնարավորությունը այդ ամեն ինչը հանելու դա կոմունիկացիան է, այսինքն մարդկանց հետ խոսակցությունն է։ Կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական ցանցի ապարանի խմբի անդամ Ազատ Հովհաննիսյանի խոսքով առողջ հասարակություն ունենալու համար պետք է սովորենք քննադատորեն վերաբերել լսածին ու կարդացածին։ Հասարակության մեջ նստած է մի բան, որ ասենք այդ մենք սովորենք լսել այն, ինչ որ մեզ հաճելի է, ականջահաճո է։ Ու երբևէ ասենք ինչ որ մի բան լսելուց, Օլեգի օրինակով, հա, օրինակ չգիտեմ, ինչ որ մեկը ինչ որ մի բան ասում է, մենք գոնե պետք է մեր մեջ գրաքննենք, քննադատորեն մի քիչ վերաբերվենք, հա, այդ ամեն ինչին, երբ որ դա անենք, ոնց որ հասարակությունը քիչ-քիչ կառողջանա, էլի։ Այսինքն մեզ պետք է առողջ հասարակություն, որ ամեն լսած բանին պետք չի ուղղակի, հենց այնպես ուղղակի հավատալ։ Ու հավատնել գալիս է նրանից նախ տեղեկատվության պակասն է, ըստ էության, ու երկրորդը որ ասենք այն մենք լսում ենք այն, ինչ որ մեզ ավելի հաճելի է։ Մենք կողմնորոշված ենք ինչ որ մի ուղղությամբ ու լսում ենք միշտ դա։ Հակառակ թևը երբեք չենք լսում, երրորդ կողմը երբեք չենք լսում։ Քաղաքացու ձայնը Լոռու Մարսի Ալավերդի համայնքից։